Աստվածային շնորհքը, որ մենք այսօր նստած ենք եւ արժանացած ենք իր կենթանի խոսքը լսելու։ Ես գիտեմ շատ մարդիկ կուզենային լսել, բայց այստեղ չեն։ Ինչու համար եմ ասում, մի անգամ ես մի ձեռնարկության տիրոջ այդպես վկայում էի, ասում մասին ու Տերը երբ որ ինձ տարել էր երկինք, երկնա Երուսաղեմը ցույց հրվել, ես իրան պատմում էի եւ ասում էի, որ դեսպես պատմում է, ինքը գիտեք ինչ ասեց, լով ասեց, ոնց ես պատմում, ասում, ոնց որ ընդեղից եկածել ես, ասեմ, իրոք դա կա, կենթանի է, ու գիտեք ինքը ինչ ասեց, ես էլ կուզենա այդպես հավատամ, բայց հետո երբ որ մենք բաժանվեցինք, Սուրբ Հոգին ինձ ասեց, քեզ ողորմություն է եղել, իրապես այդ կենթանի հավատքը տրվել է, իրապես ամենքին չի տրվել, բայց իրապես ոչ թե աստվածաչարություն անեմ, այլ պարզապես ողորմություն է եղել։ Եղբայրը կարդաց, արտակ եղբայրս կարդաց Տիմոթեոսի 1:9, որ դա մեր գործերից չէ, այլ Աստծո ողորմությունն է, որ իջել է մենք այսօր ստեղ ենք։ Փառք իր մեծ անունը, պարզապես մենք պետք է գնահատենք, որ մենք այստեղ ենք, արժեք տանք, որի համար ես կուզեմ, որպեսզի մենք Աստծո խոսքից մենք միասին որոշակի կիսվենք, որ ինչքան կարևոր է, որ մենք պահենք դա եւ մնանք դրա մեջ հավատարիմ, որպեսզի արժանանանք իրապես հավիտենական կյանքին, եղբայրներ քույրեր։ Գործ կառակելոց թղթում մենք բոլորս գիտենք Պենտեկոստեի օրը ինչ կատարվեց։ Պենտեկոստեի օրը գրված է եւ երբ որ Պենտեկոստեի օրը լրացան, ամենքը միաբան մեկտեղ են եւ հանկարծակի երկնքիցը մի հնչյուն եղավ։ Այսինքն ստեղ շեշտում է, որ հավաքված են եւ երկնքից մի հատ զորություն եկավ։ Պատճառը ո՞րն էր, որ եկավ։ Նրանք միաբան են, նրանք միաբանության մեջ են։ Նրանք Աստծո հետ են, նրանք Աստծո դաշտի մեջ են, Տիրոջ հայացքի վրա են, նրանք իրապես Տերը նրանց տեսնում էր եւ հսկում էր եւ իրապես Աստծո ուշադրությունը նրանց վրա է։ Ինչու, այսպես ասած, գուցե հարց տան, Աստծո ուշադրությունը ինչու իմ վրա չի։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ես արդյոք միաբանության մեջ եմ, թե չէ։ Սա շատ կարևոր է, եղբայրներ քույրեր, որտեղ տեսեք մենք հավաքվել ենք բոլորս այստեղ պաշտամունքի եւ շատ լավ են գալ Աստվածորդի ձեզ գրված է, որ մեկտեղ ժողվելը մի հավաքեք։ Մեզ անհավատներ որ ասում են ինչու է գնում պաշտամունքի, մենք ասում ենք Աստված ասել է, որ մեկտեղ ժողվելը մի թողեք, որ դա այո, դա ճշմարտություն է եւ դա Աստծո ուզածի պես է։ Բայց արդյոք իրապես այդ հավաքույթի մեջ իրապես այդ միաբանության հիմա խնդիրը ինչպես է նայում Աստված։ Մենք ստեղ բոլորս ֆիզիկապես ներկա ենք, բայց Աստված ուզում է տեսնել մեր միաբանությունը, մենք Աստծո հետ մեկացած ենք, թե չէ, որ ես անձամբ կարծում եմ ամենակարևոր հավատացյալի համար հիմքն է, գործոնն է, եթե սա չկա, մնացած այսպես ասած անիմաստ է, մնացած գործողությունները քեզ որևէ օգուտ չեն կարող տալ։ Այս վերջին ժամանակներում Արմիտ եղավ այդպես ծառայության մեջ են եւ տեսնում եմ, որ բավականին մարդիկ կային, որ ասում են ինչ անեմ, ծոմել եմ, պահել, լսել եմ, ալել, բայց երբ որ զրուցում էին, բանից պարզվում է, որ նրանք իրապես միաբանությունից դուրս են։ Եկեղեցու մեջ են, նստած են, բայց միաբանությունից դուրս են։ Ես ասում եմ, եթե իրապես ծոմել, պահես, քեզ համար քեզ յուղով էլ ուզում ես օծել, բայց ամենայնպես այն զորությունը, որ Աստված ուզում է իջեսին, նա չի իջնի, որտեղ դու միաբանությունից դուրս ես։ Եվ սա շատ կարևոր է, մենք ստեղ նստածներս պետք է խորը մտածենք, իրապես ես միաբանության մեջ եմ, թե միաբանությունից դուրս եմ։ Եվ ասում են, նրանք միաբան են։ Տեսեք ինչքան մարդիկ կա մեկտեղ են հավաքում, թեկուզ տրանսպորտում, ավտոբուսում, վերջը, տարբեր վայրերում մարդիկ հավաքում են, բոլորը մեկտեղ հավաքում են, բայց արդյոք միաբան են, թե չէ։ Արդյոք միաբան են Աստծո հետ, նրանց այսպես ասած նպատակներն ու շարժառիթները լրիվ տարբեր են, բայց այսօր որ մենք եկեղեցու մեջ ենք, արդյոք մենք եկեղեցու մեջ ենք Աստծուն ենք հավաքել, բայց արդյոք մենք միաբան ենք թե չէ։ Սա շատ կարևոր է, եղբայրներ քույրեր, դրա համար ես կուզեմ, որպեսզի մենք խորը գիտակցենք Սաղմոս 133-ի մեջ գրված է, Սաղմոս 133-ի մեջ, ասում է այնտեղ է պահված օրհնություն եւ կյանք, այնտեղ է պահված օրհնություն եւ կյանք, որտեղ է պահված, որտեղ որ միաբանություն կա, որտեղ որ իրապես միաբանության մեջ ես, եթե միաբանությունից դուրս ես, օրհնություն եւ կյանք չի կարող իջնել իմ վրա, քո վրա, եթե ես միաբանության մեջ չեմ։ Դրա համար ուզում եմ ես կարդամ Սուրբ Գրքից Եփեսացիս 4-րդ գլխից, ուրեմն առաջի խոսքից եմ կարդում, արտաղաչում եմ ձեզ, ես Տիրոջ համար կապվածս, որ այնպես գնանք,
ինչպես որ կվայելե այն կոչումին, որի մեջ կանչվեցաք։ Նորից եմ կարդում։ Աղաչում եմ ձեզ, առաքյալ որտեղ որ շատ կարևոր է, ինքը աղաչում է։ Աղաչում է, որտեղ եթե հանկարծ դե աղաչանքը չլսեն ու ուշքի չգան, նրանք շատ մեծ բան կկորցնեն։ Դու երբ որ կարդում եք աղաչում է, դա կարևոր, շատ կարևոր նույն կետերը, որ առաքյալը խորը մեծ արժեք է տալիս։ Աղաչում եմ ձեզ, որ Տիրոջ համար կապվածս, ինչու է շեշտում, որ Տիրոջ համար կապվածը։ Նա ուզում ասել, ես ինչ որ եսի մի պատահական մարդ չեմ ես Աստծո հետ կապված եմ եւ Աստված է ինձ ասում, որ ես ձեզ ասում եմ այս բաները։ Ես Տիրոջ համար կապված ես, որ այնպես գնաք, ինչպես որ կվայելե այն կոչումին, որի մեջ կանչվեցաք։ Որ կոչումն է, որ մենք ունենք, եղբայրներ, Աստծո որդի, չէ՞։ Այդ կոչումը մեր վրա կա։ Եվ առաքյալն ասում է, այնպես գնացեք, ասում է, որ այդ կոչումին համապատասխան քայլեք։ Այսինքն դա շատ կարևոր է։ Եվ շարունակությունում ասում է, որ ամեն խոնարհությունով, հեսությունով, երկայնամտությունով, սիրով, իրար համբերելով, իրար ներելով, ջանալով, հոգու միաբանությունը պահել խաղաղության կապովը։ Ջանալով, հոգու խաղաղությունը պահել խաղաղության կապովը։ Եղբայրներ, քույրեր ջան, մենք տեսեք, գտնում ենք հիմա մենք եկեղեցու մեջ։ Եվ այդ միաբանության նպատակը, մեր միաբանության նպատակը ուր պետք է մեզ տանի։ 13 խոսքի մեջ ասում է, մինչև որ ամենքս հասնենք հավատքի եւ Աստծո որդին ճանաչելու միությանը եւ կատարյալ մարդ լինենք Քրիստոսի կատարյալ հասակի չափովը։ Այսինքն, եթե մենք իրապես այդ կոչումի մեջ մնալով հանդերձ, միաբանության մեջ մնալով, այսինքն ամեն ջանք անելով, ջանալով, որպեսի այդ միաբանությունից դուրս չգան, պահենք դա։ Եղբայրներ, քույրեր ջան, այս վերջին ժամանակներում ոնց որ ավելի ազգացում դա, այսպես ասած, որ հոգևորներ են, բայց Աստծո ներգործությունը իրանց վրա չի իջնում։ Եվ պատճառներից մեկը նա է, որ ինքը միաբանությունից դուրս է։ Այս վերջին ժամանակներում իրապես զգացում է այդ վիրավորվածության ոգին շատերին, այսպես ասած, գցում է դրանից։ Կենթանական աշխարհում, այսպես ասած, գիշատիչները ո՞րս են անում։ Առյուծը կամ գայլը, երբ որ նրանք ուզում են, այսպես ասած, ո՞րս անեն, հարձակում են, եւ ինչ են անում։ Խուճապ են գցում, նրանց մեջ խուճապ են մատնում։ Խուճապի են գցում, որպեսզի ինչ անեն, առանձնացնեն որևէ մեկին։ Առանձնացնեն։ Ու դա շատ կարևոր է, որ մենք հիմա ներկաներս գիտակցեն, եւ սատանայի ուզածը դա է, որ մենք լինենք եկեղեցու մեջ, բայց դուրս լինենք միաբանությունից, վիրավորված լինենք, դուրս լինենք, մի փոքր բանից, այսպես ասած, վիրավորվենք եւ թողնենք, այսպես ասած, Տիրոջը։ Գուցե դու կարող եք ասել, ես Տիրոջը չեմ թողել, ես եկեղեցում եմ, ես աղոթում եմ, բայց սրտով դու իրապես այդ միաբանությունից սատանան ուզում է քեզ հանի։ Երբ որ նա քեզ հանեց, դրանից հետո մեր հարցերը լուծելը հեշտ է։ Նա կարող է մեզ ամեն կերպով խարխլել, քանդել, այսպես ասած, մեր ամեն ինչ էլ կորցնել, կապ չունի քո քանի տարվա հավատքի խնդիրը, կապ ունի որ դու արդյոք միաբանության մեջ ես թե չէ։ Ինչու է Աստված ուզում, որպեսզի մենք անպայման լինենք այդ միաբանության մեջ, եղբայրներ, որովհետև այդ միաբանության մեջ լինելով հանդերձ, ես ու դու ունենում ենք հաղթություն մեղքի վրա, ունենում ենք հաղթություն, որտեղ մեզ իշխանություն, զորություն տվողը Աստված է, Փառք Իրան։ Եթե մենք միաբանությունից դուրս ենք, մենք հաղթություն չենք ունենա։ Եթե ստեղ նստածներ ես ինձանից սկսած, եթե իրապես անկեղծորեն իրապես քննենք մեր ճանապարհները եւ կտեսնենք մեր բոլոր անկումները, մեր բոլոր անկումների պատճառը եղել անա, երբ որ մենք միաբանությունից դուրս ենք եկել։ Միաբանությունից դուրս ես եկել, արդեն այս անկումը կա։ Դրա համար Աստված պահում է իր ժողովրդին, երբ որ մենք իրապես միաբանության մեջ ենք լինում։ Աստված Իսրայելի ժողովրդին, հիշում եք, անապատում առաջնորդում էր ամպեսյունով եւ կրակեսյունով։ Այդպես է թե չէ։ Հիմա տեսեք, այդ ժամանակահատվածում է մարդիկ կային, որ ապստամբ էին, հակառակ էին, հակառակում են նրանք, թեկուզ Աստծո տան մեջ են, բայց հակառակության մեջ են նրանք։ Դուք ինչպես եք կարծում, նրանք ոմանք ամպեսյունին, կրակեսյունին չեն հետևում, կամ առաջ են գնում, կային, այդպեսի ժողովուրդ կային։ Դուք ինչպես եք կարծում, Աստված ինչ արեց, այդ սյունը, կրակեսյունը, ամպեսյունը կիսեց կեստեղից։
չկիսեց։ Մի հատ ամպեսյուն էր, մի հատ կրակեսյուն էր։ Կրակեսյունը գիշերն էր, չեն առաջնորդում, ամպեսյունը ցերեկով։ Ժողովուրդը տեսնում են, որ առաջնորդում են։ Իրապես տեսեք, մարդիկ կան, որ իրանց անձնական պաշտամունքն են կառուցել։ Հոգիներ կան, որապես թողել են Տիրոջը, հեղացել են Տիրոջից եւ նրանք իրանց մեջ Տիրոջը չունեն։ Ինչու՞, որտեղ հիշեն մի կարևոր բան, Աստված իմ պատճառով չի իր ամպը չի կիսելու։ Իր զորությունը, իր ներգործությունը մեկ է, մեկ եկեղեցի է, Քրիստոսի եկեղեցին մեկ եկեղեցի է, նա չի կարող կիսվել։ Այսօր գուցե կլինեն շատ եկեղեցիներ, տարբեր վերջը, բայց Աստված ուզում որպեսզի մենք իր եկեղեցու մեջն ենք, իր, այսպես ասած, սյունի տակ ենք, որպեսզի կարողանան իր հետ իր զորությունը մեր վրա լինի, որտեղ մենք մեղքի նկատմամբ ունենում ենք հաղթություն, երբ որ մենք իր հետ ենք, Տիրոջ հետ ենք։ Եվ մենք ունենում ենք իրապես նաև բժշկություն, երբ որ մենք իր հետ միաբանության մեջ ենք։ Այսօր գուցե իմ և քո պատճառներից մեկը, ինչի որ մենք ուզում ենք ու չեն կարողանում, պատճառներից մեկը նա է, որ ես միաբանությունից դուրս եմ։ Եղբայրներ քույրեր, ես մի տեղ եմ ուզում կարդամ Սուրբ Գրքից, ուրեմն երկրորդ մնացորդանց 32 համարից, երկրորդ մնացորդանց 32 համարից եմ ուզում կարդամ 32-12 համարը։ Եզեկիային մենք բոլորս գիտենք, որ Եզեկիան ինչ արեց։ Եզեկիան շատ բացրավանդակներ, որտեղ պաշտամունք էր տեղնում, Եզեկիան քանդեց այդ բոլոր սեղանները, շատ զարմանալի բան է։ Այդ մարդիկ են Եհովայի մարդ սեղան են սարքել, պատկերացնում եք, բայց Աստված քանդեց այդ սեղանները։ Նայում ես մի կողմից այ մարդ, ինչ վատ բան են, մարդիկ սեղան են սարքել Եհովային երկրպագով։ Ինչու Եզեկիան քանդեց ու Աստված մեծ հավանություն տվեց Եզեկիային։ Ինչու, որտեղ Աստված ասել էր, որ միայն Երուսաղեմում այնտեղ պետք է երկրպագություն անել։ Բայց մարդիկ ինչ են ալ, իրանց համար առանձին սեղաններ են սարքել։ Ես այստեղ ուզում եմ կարդամ, այսպես է գրված 32-12, չէ որ նա ինքը Եզեկիան հեռացրեց նրա բարձրավանդակները և սեղանները և ասեց Հուդային և Երուսաղեմին, թե մեկ սեղանի առաջին երկրպագություն արեք և նրա վրա խունկ ծխեցեք։ Թե այսպիսի Եզեկիան ասեց, չէ որ Աստված ասել էր մեկ սեղանի վրա արեք, այս ինչեր է կարել։ Նայում են կարծես թե ինչ վատ բան է, հիմա օրինակ խոսքի մարդիկ այդքան ճանապարհ պետք է դերեն, գան Երուսաղեմ հասնեն, ինչ կլինի որ ընդեղ էլ անեն, դեղ են սեղաններ են սարքել ու երկրպագում են։ Բայց Աստծո ասած այդպես չի եղել, եւ Եզեկիան լավ էր հասկացել, եւ նա բոլոր այդ Եհովայի թեկուզ սեղանները քանդեց։ Ինչու՞, որտեղ այդ սեղանները հետագայում գնալու են կռապաշտության եւ իրոք գնում էին, որովհետեւ Աստված չէր ասել, որ այդ բացավանդակներում այդ սեղանները սարքեք, այլ ասել էր Երուսաղեմում այդ պետք է երկրպագություն լինի։ Այսօր շատերը իրանց համար աստվածապաշտություն են կառուցել եւ կարծես թե Հիսուսին են երկրպագում, բայց իրականում Աստված այդպես չի ասել, Աստված ասել է մտի իմ միաբանության մեջ եւ այդ միաբանության մեջ ամուր պահի։ Եղբայրներ քույրեր, ես ձեզ մի բան ասեմ, եկեղեցի կլինի որ թերություն չունենա։ Դեն չկա, կատարյալ եկեղեցին արդեն երկնքում պետք է լինի։ Այդպիսի սպասավոր կլինի որ թերություն չունենա։ Մի սպասավոր էլ ես եմ, որ նայեք հա կգտնեք, հենց հիմա կնայեք կգտնեք վրես, ինչ ասես գտնեք։ Ինչ եմ ուզում ասեմ, ընտանիք կա որ թերություն չունենա։ Այսօր ինչու թեկուզ քույրիկները ամուսնանում են, գնում են ընտանիքներ եւ այնտեղ խնդիրներ առաջան։ Ինչու? Միաբանության մեջ չեն մտնում։ Այդ ընտանիքի հետ չեն միաբանում։ Նրանք անում են, իրանց ֆունկցիան կատարում են, լվացք են անում, երեխեք են պահում, բայց սրտով չեն միաբանվել այդ ընտանիքի հետ, դրա համար օրհնություն չի կարող լինել։ Գուցե անգամ մեղադրեն այդ կեսորին, պատրոնին, եսի ինչ ասել, բայց նրան պարզապես Աստված սրտեր երեկանքներ քննող է, եթե սրտով չես միաբանվել այդ տան մեջ, չես մերվել, ամեն բան չես թողել, եւ Աստված ասում է, թե ինչ գործողություններ անես, որպեսզի այդ միաբանության մեջ մտնես։ Ես կարդացի Եփեսացիս թուղթը, ես հեսա նորից շեշտեմ, ուրեմն ջանալով ասում է, ջանալով, սա շատ կարևոր է։
ես հիշում եմ, մենք այդ զրուցում է, ինքը խրատ էր տալիս երիտասարդ քույրիկի, ասում էր աղջիկ ջան, ես այդ տանը որ հարս է գնացել, ինձ նեղացնում է, բայց ես գնում է առանձին, լացում է, նստում է, լացում է ու նորից արտասուքները սրբում է, գալիս է նորից իմ գործը շարունակում է։ Այսինքն համբերում է, ներում է, սպասում է։ Եթե ուզում ես մնաց միաբանության մեջ եղբայրս քույրս, այսօր Աստված մեզ տվել է այդ միաբանությունը պահելու համար, այսպիսի պատվեր է տալիս մեզ Աստված, եւ նորից եմ ուզում կարդամ, ամեն խոնարհությունով հպարտ մարդը չի կարա միաբանվի եկեղեցու մեջ, չի կարա։ Նա ուզած չուզած էլի Աստծո անունով շատ բաներ կասի, որ եւ այլը կմեղադրի սպասավորին են մեկին, բայց Աստված ասել է որ համբերեք, իրար համբերեցեք, եթե գրված է իրար համբերեք, ուրեմն համբերելու բան կա որ պիտի համբերեք։ Եթե գնացել ես հարսրետ տունը, համբերելու բաներ կա որ պիտի համբերես, քո ուզածով չի լինել, բացապետի պիտի համբերես։ Եթե իրոք ուզում ես Աստծո օրհնությունը գա, ուզում ես գա օրհնությունը, հավատա Աստծո խոսքին եւ իրապես ամեն խոնարհությունով, հեզությունով, երկայնամտությունով, սիրով իրար համբերելով, ջանալով նշանակում է ինչ որ բան զոհաբերելով, մի բան զոհաբերելով, միայն թե խաղաղության կապը պահիր։ Ընտանիքում կնի, եկեղեցում կնի, բաներ կա, քեզ դուր չի գա։ Հետո եթե ուզում ես այդ միաբանության մեջ մտնել, իրոք լինել այդ միաբանության մեջ, ոչ թե դու թելադրի քո կամքը, այլ դու խոնարհվի եւ ընդունի ինչ որ Աստված քո առջև դրել է այդ եկեղեցու մեջ, այդ ընտանիքի մեջ, որտեղ որ դու գաս։ Դրա համար շատ կարևոր է որ մենք խորը գիտակցենք, այսօր մենք շատերս էլ զրկվել ենք Աստծո ներգործությունից, Աստված երես աթեքել, մի բանի պատճառով, որ մենք առանձին բարձրավանդակներ ենք սարքել, պաշտամունքներ ունենք, բայց այնտեղ Աստված չկա, եւ մենք ասում ենք Աստված ինչու ինձ ողորմություն չես անում։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ ես միաբանությունից դուրս եմ, որ ես թողել եմ Տիրոջը եւ ինձ համար Եհովան երկրպագություն եմ անում, բայց այսօր էնորն է որ ես ու դու պետք է որոշում կայացնենք, քանդենք այդ բոլոր բարձրավանդակները, բոլոր պաշտամունքները, միայն ինչ որ Տերը իմ եկեղեցու մեջ իմ առջև դրել է, ամեն բան ներելով, համբերելով, ջանալով, մի բան էլ զոհաբերելով, իրար համբերելով, այս բառը որ գրած է համբերելով, պահեք այդ կապը, որ հասնենք այդ կատարելությանը, եղբայրներ։ Երբ որ նայում եք Սուրբ Գրքին, Հոբի կյանքի մեջ, Հովսեփի կյանքի մեջ, մարդիկ կան, օրինակ եկեղեցում ես թեկուզ ճամբարում ծառայության ժամանակ, այս վերջին ժամանակին Վիչալյոս շատ էր այդ վիրավորվածների թիվը ոնց որ ավելի շատանում է։ Մի փոքր բանից էսպես սկսում են վիրավորվել։ Եվ երբ որ ես զրուցում եմ, ասում եմ որ դու ինչ ուզում ես արա, ուզում ես քեզ յուղովոցենք, ինչ ուզում ես անենք, չի լինի։ Դու գնա այս խնդրի լուծումը տուր եւ համբերի, ների, ոնց Աստված քեզ ներել է համբերել, դու չես ուզում եղբորդ կամ քրոջը այսինչ խոսքը տանել կամ ներել։ Եթե ուզում ես որ Աստված քեզ հետ լինի, սա շատ կարևոր գործուն է։ Ինչ օգուտ իմ աստվածապաշտությանը, եթե Աստված ինձ հետ չի լինել, ինչ քանի կոպեկ արժի, եթե Աստծո ներգործությունը ինձանից արդեն հեռացել եմ, մերժել եմ, ինչ օգուտ ունի։ Դրա համար այսօր շատերը կորցրել են այդ օրհնությունները, այսօր այնօրն է որ Աստված ուզում է որոշում կայացնել եւ միաբանվենք Տիրոջ հետ, զղջանք ու խոստովանենք Աստծո այո Տեր, ես սրտով եկեղեցու մեջ եմ ֆիզիկապես, բայց սրտով ես միաբանության մեջ եմ, աղաչում եմ ինձ դերիր Տեր, եւ ինչ որ քեզանից կախված է արա գնա համբերի, այո քո անձին ինչպես Դավիթն էր ասում, ով իմ անձը համբերի եղբորը, համբերի քրոջը, համբերի հարցիդ ու կեսորի, Աստված այնց ասել, որպեսզի միաբանությունից դուրս չգա, այդ խաղաղության կապը մենք կարողանանք պահել եղբայրներ քույրեր ջան։ Նմանատիպ օրինակ եղավ նաև Հեսուի ժամանակաշրջանում, Հեսուի գրքից եմ ուզում կարդամ, Հեսուի 22-ի 16 համարը, Հեսուի 22-ի 16 համարը։ Նու կարդամ 10-ից, երբ որ այդ ժամանակ Հոդանյանի կողմից քանի երկրումն էր, Ռուբենի որդիքը, Գադի որդիքը, մի խոսքով նրանք երբ որ արդեն տեղափոխվեցին մյուս կողմը, այսպիսի իրավիճակ տեղի ունեցավ։ Ուրեմն 16 խոսք են կատում։ Տիրոջ բոլոր ժողովքը այսպես են ասում. դա ինչ մեղք է, որ դուք Իսրայելի Աստծո դեմ գործեցիք այսօր, Տերիցը խոտորելով եւ այսօր Տիրոջ դեմ ապստամբություն անելով ձեզ համար սեղան շինեցիք։ Պատկերացնում եք, նրանք վատ բան չարեցին, նրանք պաշտամունքի սեղան շինեցին։ Մեզ մոտ ուրեմն եկեղեցում
ժամանակներ առաջ դժվարություն կար եկեղեցում այդպես ասած լուրջ խնդիրներ առաջացել, մարդիկ այն որոշակի այսպես դժվարություն են առաջացել։ Երբ որ ես աղոթում էի, Աստված ինձ ասեց բոլոր աղոթքաժողովները, որ թաղամասներում մենք ունեինք, իրոք Տերը գիշերով ինձ հետ խոսեց, ասեց, որ այդ բոլոր աղոթքաժողովները դադարեցրեք եւ միայն աղոթքաժողովը թող լինի այսինչ վայրում։ Հետաքրքիր բան կատարվեց, երբ որ ես հայտարարեցինք եղբայրներով, խորհրդակցեցինք, արդեն ասեցինք ոչ մի թաղամասում մի որոշ ժամանակ աղոթքաժողովներ չի լինելու, միայն լինելու է եկեղեցում։ Ինչ կատարվեց։ Ուրեմն մարդիկ կային, սկսեցին ապստամբել։ Ոնց թե, բա մեր աղոթքները, բա մեր այս ամեն ինչը հասկանում եք, սա շատ կարևոր է։ Ամեն բան պետք է միաբանությունից դուրս մի եկե։ Այն ամպեսյունը ոնց գնում է, այնպես էլ գնացեք։ Ու մենք հասկացանք, թե որտեղ էր խնդիրը եւ կարողացանք զանազանել եւ օգնել, որպեսզի բժշկություն լիներ եկեղեցում։ Ինչքան կարևոր է, մենք շատ ժամանակ մեր ուզածով չի հանկարծ այնպես չի եւ մենք այսպես ասած դժվարություն ենք առաջացնում, մոռանալով ոչ թե մենք պիտի թելադրենք մեր կամքը Աստծուն, Քրիստոսի եկեղեցին, որ իր մարմինն է, որից մենք բժշկություն ենք ստանում, այլ նստող կինը կպավ մարմնի եւ բժշկություն ստացավ։ Այսօր գալիք կա մենք էլ հասկանանք, որ իր մարմինը եկեղեցին մեզ իրոք բժշկում է, եթե մենք լինենք այդ միաբանության մեջ, որտեղ Տիրոջ զորությունը իջնում է մեր անձերի վրա։ Թող Աստված մեզ ողորմություն անի, մենք էլ մեր կյանքերում քույրեր ջան, եղբայրներ ջան, ինչ խնդիրներ կլինեն, մի նայեք դրան, չվերցնեք այդ ամեն ինչը, այդ ամենը մի կողմ դրեք, ասեք եթե իմ Աստված այսպես ասում, թող այսպես լինի։ Հիշում եք Դավիթը ինչ ասեց, որ իրապես եթե Աստված թույլ չտար, այս մարդը իր վրա քար չէր շպրտի։ Եթե Տերը թույլ ատվել է քար շպրտելը, ասա այո Տեր, շնորհակալ եմ Աստվածին։ Պարզապես սովորի համբերել է քար շպրտողին, ներեց սովորել, ինչու, դա քեզ համար է անում այդ ամեն ինչը։ Ես հիշում եմ, երբ որ նոր ես ուզում եմ մկրտվեի, վերջերի ասում է, վերջերի պետք է մեկ այդ խորհրդություն անեմ, Սուրիկ եղբայրն ասեց Լովա ջան, պետք է ախր հաշտվես։ Դա դու հաշտում ես քեզ համար, ոչ թե այդ մարդու համար ես ինչ որ, հայ մարդը վատ բաներ արել ինչ է, բայց դու հաշտություն տալիս ես, որ դու էլ Աստծուց թողություն ստանաս։ Իմ միտքը բացվեց եւ ես գնացի այդ մարդու հետ հաշտվեցի, ինչի համար, որպեսզի ես թողություն ստանամ։ Այսօր Աստված ասում է, որ համբերիր ու ներիր, ինչի համար, դա քեզ համար է, որ միաբանությունից դուրս չգաս, որ Աստծո ձեռքը քո վրա լինի, Տիրոջ զորությունը քեզ վրա լինի, եւ բժշկությունը կգա, եւ օրհնությունը կգա, Տիրոջ փառքը պիտի գա, եւ պիտի ասես ալելույա քեզ Տեր, շնորհակալ եմ քեզ Տեր, Տիրոջ անունը փառավորի։ Եկեք կանգնենք ոտքի բոլորս էլ։ Yes,